Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի հերթական քննարկումները։ Հերթական նիստը մեկնարկեց քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթի քննարկումներով։ Ըստ Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի առաջարկվում է որոշ սանկցիաների մասով խստացնել քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված արարքների համար պատասխանատվությունը։ Նախատեսվում է նաեւ արգելել 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքին նմանվող եւ արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների սարքերի կամ գործիքների վաճառքը։ Նախագծերի փաթեթով կլավարկվի նաև տրանսպորտային միջոցի վարորդի բացակայության դեպքում տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու պարագայում վարորդին իրազեկելու գործիքակազմը։ Կհստակեցվի ոստիկանության շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նույնականացման իրավունքը։ Վարորդական իրավունք չունեցող վարորդը համարվում նաև այն վարորդը, ով զրկված է եղել վարորդական իրավունքից 1 տարի ժամկետով եւ 1 տարին լրանալուց հետո մենք տեսնում ենք, որ կա տենդենս, քաղաքացիները չեն գնում նորից քննություն տալու եւ վարորդական վկայական վերցնելու եւ ընդամենը 25000 դրամ, երբ որ կարձանագրվի, տվյալ խախտումը, վճարելով շարունակում են կատարել իրավախախտումը, ինչով շատ բարձր հանրային վտանգավորություն են ստեղծում փաստացի։ Հաջորդիվ քննարկվեց Ալեն Սիմոնյանի եւ Էդուարդ Աղաջանյանի հեղինակած օրենքի նախագիծը, որը կարող է էապես փոխել տրանսպորտային պատահարների հետևանքների իրավական գնահատականը։ Խոսքն ավտոմեքենաների տեխնիկական անսարքությունների պատճառով տեղի ունեցած վթարների մասին է։ Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է լրացումներ կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ավելացնելով նոր դրույթ։ Եթե վարորդը ճանապարհատրանսպորտային պատահարի ընթացքում վարել է այնպիսի մեքենա, որն ունեցել է արգելված անսարքություն, օրինակ չաշխատող արգելակային համակարգ կամ լուսարձակներ, նա կենթարկվի վարչական տուգանքի։ Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է օրենսդրական բարեփոխման արդյունքում օժանդակել արհեստական խցանումների առաջացման ռիսկերի նվազեցմանը, հաշվի առնելով դրանց հետևանքով առաջացող սաստկալի հաճախ ժամեր տևող խցանումները, որոնք իրենց հերթին ունենում են անասելի բացասական թե անվտանգային, թե տնտեսական, թե բնապահպանական եւ թե առողջապահական հետևանքներ մեր քաղաքացիների համար։ Օրենքների նախագծերի սույն փաթեթը վերաբերելի է միայն թվով 2 ավտոտրանսպորտային միջոցների մասնակցության պատահարներին, երբ առկա է միայն գույքային վնաս եւ կողմերն ունեն համաձայնություն մեղավորության վերաբերյալ։ Նախագծի համաձայն խախտման համար սահմանվում է վարչական տուգանք։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ժամանակ տալով վարորդներին եւ ավտոտեսչական ծառայություններին հարմարվելու նոր պահանջներին։ Փոփոխությունները կվերաբերեն ապահովագրական պատահարների ընդհանուր թվի ավելի քան 85%-ին։ Առաջարկում է սահմանել առավելագույն ժամանակահատված, որի ընթացքում վարորդները պարտավոր կլինեն իրենց ավտոմեքենաները տեղափոխել օրենքով չարգելված այլ վայր, ազատելով երթևեկելի հատվածը, դրանովից դադարեցնել արհեստական խցանումների պատճառ հանդիսանալ։ Եվ համաձայն շահագրգիռ կողմերի հետ բազմաթիվ քննարկումների արդյունքում ձևավորված կոնսենսուսի այդ ողջամիջ ժամանակահատվածը 20 րոպե է։ Հաշվի առնելով ասֆահավելվածում նախատեսված քայլերի լրացման միջին տևողությունը գումարած հավելյալ 10 րոպե, հաշվի առնելով նոր կարգին մեր քաղաքացիների ընտելացման գործոնը։ Ըստ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի կառավարությունը դրական է գնահատել նախաձեռնության ընդունումը։ Մենք ակնկալում ենք, որ նախագծի ընդունմամբ կբեռնաթափվեն բեռնաթափվի երթևեկությունը բնականաբար խցանումներից եւ նաեւ մենք ակնկալում ենք, որ ճանապարհատրանսպորտային նոր պատահարների նվազում կգրանցենք այս իմաստով։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն իր ելույթում կարևորեց նախագիծը նշելով. այն իր անմիջական ազդեցությունը կունենա ճանապարհների թողունակության վրա։ 100,000 դրամ վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում հնարավոր է ամբողջ տնտեսությանը մեր քաղաքացիներին մի քանի միլիոնի վնաս պատճառվի, ժամերով կանգնում են, շարժիչ են գործարկում, էկոլոգիական խնդիրներ, ժամանակ, այդքան վառելիք, բայց որ ուսումնասիրում ես, տեսնում ես այդ վթարը ընդհանուր 100-150-200,000 դրամի վնաս ունի։ Չափազանց կարևոր նախագիծ է եւ մեր քաղաքացիներին հորդորում եմ հենց հիմա էլ միանգամից արդեն ներբեռնել այդ հավելվածը, անպայման ունենալ հեռախոսում, իհարկե Աստված տա ոչ մեկին պիտանի չլինի, ոչ մեկ դրա կարիքը չունենա, բայց այնուամենայնիվ քաշեք, պատրաստ եղեք ու այդպես շարունակ, բայց հետաքրքիր կլներ իմանալ, օրինակ այս նախագիծը ոնց էր աշխատելու, եթե հայտնի ահաբեկչական խմբի կողմից պլանավորված, օրինակ այն աստղիկները Դահլիճում լռություն։
հայտնի ահաբեկչական խմբի կողմից պլանավորված օրինակ այն աստրիկները թափվեին գետնին կամ չգիտեմ մեքենաների վրա յուղ լցվեր ու վառվեին մեքենաները։ Այդ դեպքում այս նախագիծը ինչ որ բան ունենալու էր, թե չէր ունենալու, տեսականորեն պետք է հասկանալ մի հատ զուտ էլի։ Հաջորդիվ երկրորդ ընթերցմամբ խորհրդարանականները քննարկեցին օրենքի մյուս նախագիծը, ըստ որի տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի սարքերի գողությունը կդիտարկվի որպես գողության հանցակազմի երկրորդ մաս՝ միջին ծանրության հանցանք։ Վերջին տարիների կտրվածքով այս գողությունը դարձել է հանրապետությունում ամենատարածված հանցատեսակներից մեկը։ Սա դարձել է պատուհաս մեր ազգաբնակչության համար եւ այնքան մեծ տարածում ունի, որ հաճախ քաղաքացիները ուղարկի հայտարարություն չեն տալիս հանցագործության մասին եւ այդ դեպքերը մնում են չբացահայտված, ասինքն լատենտ վիճակում եւ ինչու չեն քաղաքացիները հայտարարություն տալիս հանցագործության մասին, որովհետեւ իրենց փորձը ցույց է տվել, որ այդ հանցագործությունների մասին հայտարարությունները հաջողությամբ չեն պսակվում, հանցագործները չեն բացահայտվում։ Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց քննարկված բոլոր հարցերը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։